Այսօր որոշեցինք փոքրին զբոսնել եւ երիտասարդական մետրոյից քայլելով իջնում ենք ներքև։ Այ մի հատ շուտ պահեմ այս կողմը, որ միտքս ընկալեք, հետո կշարունակեմ։ Սովորության համաձայն այցելեցինք եկեղեցի, փոքրինչ նստեցինք, նայեք այս երիտասարդներին։ Ինչ եմ ուզում ասեմ։ Ուրեմն Սերեկը ժամը 3-ն է, ներսում կան ընդամենը մի 12-14 հոգի։ Այնքան ուրախացա, որ ներսում ներկաներից, ասենք, բոլոր ներկաներից միայն մեկն էր, որ տարեց մի տղամարդ էր, երևի մի 50-անց։ Բոլորը երիտասարդներ, այս երիտասարդներ, մի քանիսը երիտասարդներ, երիտասարդ աղջիկներ, երիտասարդներ նստած ներսում, որ Սա իմն արդեն, Սուրենն է։ Տեղաբնակ, Հայաստանաբնակ երիտասարդներ, նայեք, ներսում նստած, աղոթում են, իրենց մտքերով նստած, խաչակնքվում են, հաղորդակցվում են, այդպես ասենք։ Այ այնքանից դա ոգեշնչեց, ես այնքան դրանով ուրախացա, հուզվեցի, շոյվեցի, հələ նայեք, էլի երիտասարդա, որ դուրս եք գալիս, նայեք։ Դա նշանակում է, դա ինձ հույս է տալիս, որ մեր երկիրը, մեր ազգը ունի վաղ, ունի ապագա, մեր եկեղեցին ունի ապագա, որ այս երիտասարդներ ուզում եմ հավատալ, հույս ունեմ, որ այս երիտասարդները կպաշտպանեն մեր եկեղեցուն, թույլ չեն տա, որ ինչ-որ սրիկա, դավաճան, տխմար իշխանությունները, որոնք գալիս են ու գնում են, հարձակվեն, քարկոծեն կամ փորձեն ավիրել մեր եկեղեցին, հələ այս երիտասարդներին նայեք։ Երիտասարդներա, որ գալիս են, նայեք, ինչքան ոգեշնչող է ինձ համար։ Այս երեխաների ծնողները կարող են հպարտանալ իրենց երեխաներով, որոնք հոգևոր կապ ունեն իրենց տաճարի, իրենց եկեղեցու հետ։ Եթե ստեղ մի 10 րոպե սենց կանգնեմ, շարունակեմ նկարահանել, նայեք, տեսեք, ով դուրս է գալի երիտասարդները, նայեք, երիտասարդները գալիս են, առաջ տատիկ պապիկներ էին շատ եկեղեցիներում, այս սա է, սերունդը, եկեղեցի այցելող սերունդը, ջահելանում է, հա, հələ նայեք, հիասքանչ, սիրում եմ ձեզ, այ հիմա կասեմ, որ ես սիրում եմ ես քաղաքը, սիրում եմ ես երիտասարդներին, սիրում եմ ես մարդկանց, այսօր այս պահին, այս կտրվածքով սիրում եմ, կես ժամ առաջ դեժ ուրիշ դրվակ կար, կարողա չեմ սիրում, ջղայնացա, զայրացա, մի ժամ հետո կարողա մեքենա վարեմ, նորից շատ զայրանամ, վարորդների վրա, դրա մասին առանձին բան եմ նկարահանելու, բայց հիմա այս պահին ես սիրում եմ այս երիտասարդներին, ես սիրում եմ ոնց որ իմ Սուրենին ու Սոֆին եմ սիրում, ու շատ մեծ հույսեր եմ փափագում, որ նրանք ռուսերեն մի խոսք է, «Не дадут в обиду», թույլ չեն տա, որ ինչ-որ սրիկա, տխմար, տականք, գեղցի դավաճանները քանդեն մեր եկեղեցին, վիրավորեն մեր եկեղեցուն, վիրավորեն մեր հոգևորականներին։ Այ թող Աստված օրհնի նրանց բոլորին, Աստծո ձեռքը միշտ լինի այս երիտասարդների գլխին, սա է այս երկրի ապագան, սա է այս երկրի վաղվա օրը, սա է այս եկեղեցու վաղվա հետևորդը, հələ նայեք, էլի, հիասքանչ երիտասարդներ, մեկը մեկից լավ, սիրում եմ ձեզ, այսպես միշտ եղեք, սիրեք մենակ, դրա հետ միասին էլ սիրեք իրար, հարգեք իրար, թևտիկունք եղեք, լսեք իրար, զիջեք իրար, ատամներով պաշտպանեք ձեր եկեղեցին, հələ նայեք, գալիս են, սենց ուզում եմ հերթով ամեն մեկին մոտենամ, գրկեմ, համբուրեմ, ու իմ շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեմ, սա միակ տարեց մարդ էր եկեղեցուն, դժվարանում եմ ասեմ, ինձանից տարեց էր, թե ինձանից երիտասարդ, բայց միակ տարիքով մարդ էր, մնացածը բոլորը այսպես աղջնակներ և տղաներ երիտասարդ, այսքանը, չգիտեմ, սենց ուզում եմ, չեմ ուզում անջատեմ, ուզում եմ անընդհատ սենց պահեմ և ձեզ ցույց տամ, այս սա է Երևանը իմ իմացած Երևանը, սա է իմ Հայաստանը, սա է իմ քաղաքը, սա է իմ եկեղեցին,
անիծվեն այն բոլորը, անունները չտամ հիմա երթով, ովքեր փորձ են անում, փորձում են, եւ անիծվեն այն բոլորը, ովքեր իրանց այդ սրիկա դավաճաններից սատարում են։ Ու վիրավորական բաներ են ասում մեր հոգևորականների, մեր եկեղեցու, մեր իմ կաթողիկոսի հասցեին, անիծվեն իրանք բոլորը։ Փառքը շատ, Տերիմ։